Այսպիսի հայտարարություն էլ աշխարհի վրա ոչ միտեղ չեք տեսնի, ժողովուրդ ջան, որ Ռուսաստանը արդեն իր ծանր հրետանին է առաջ բերել հանուն ուրիշ երկրի հոգևոր առաջնորդի։ Պատկերացնում եք, սա ինչպիսի միջամտություն է քո երկրի գործերին։ Դուրս ա գալի, արդեն պարզվում է, մարդկանց դեմքը ճղվում է, որ մեր հոգևոր առաջնորդը միշտ ծառայել է Ռուսի շահերի համար։ Նա շպիոն է եղել։ Այս դրա համար է Ռուսաստանը կատարում է իր վերջի հուսահայտ քայլը։ Վերջի հրետանին Սամվել Կարապետյան, նոր Ռուբեն Վարդանյան են մեր գլխին կերտում։ Կողից էլ Մարիա Զախարովնան, պատկերացրեք, արդեն իր աջակցությունն է հայտնել իր հայտարարություններով, թե ինչքան կարևոր է այս գարեգին բն Ռուսաստանի համար։ Ուրեմն դրան էլ գումարած Հայաստանում ինչքան ռուսի ծառա քաղաքական գործիչներ կան իրաց խմբակներով, նույնպես լծվել են այդ գործին։ Օրինակ հանրային ձայն, ով եք դուք ընդհանրապես Վարդան Ղուկասյանի անվան տակ աչոկներ հավաքած ինչ-որ մի քաղաքական թիմ, որը առաջին հնարավորության դեպքում դավաճանեց Վարդան Ղուկասյանին։ Ես ասեմ, որ բոլորդ հիշեք, լավ հիշեք, թե ով է հանրային ձայնը։ Այսօր հերե բանա Սամվել Կարապետյանի կողմն է ուզում կանգնի, Գարեգին Բ-ն է ուզում պաշտպանի։ Խնդրում եմ գթեք, ժողովուրդ ջան, Վարդան Ղուկասյանի այն ռելը, որտեղ որ ռուսացած հայերի մասին է խոսում, ոչ թե Ռուսաստանի հայերի, այլ ռուսացած հայերի մասին